Ժողովուրդ 12-ն սկսեց։ Հարգելի բարեկամներ, հենց նոր դուք տեսաք, թե ինչ անհամբերությամբ են հայերը սպասում վրիժառու սերիալի սկսվելուն։ Բարև ձեզ, ես այդ Սեյխոս կավերի թիմն է։ Միանգամից անցնենք մեր առաջին համարին, եկեք տեսնենք, թե ինչպես են agrարային համալսարանում անցնում անասնաբուծության դասերը։ Միշտ դասը սկսել է կանենք ներկա բացակա։ Գևորգյան Արտուշ։ Էյմելյան Հորսը։ Թողոսյան Գագիկ։ Ալեքսան Տիգրան։ Ներկա։ Տղաճան չեմ հասկանում, դու ես կուրսից չես, նա դուրս է այլեսանից իլա։ Կակ որը կտրեմ, կանաչը թե կարմիրը։ Կանաչը երևի չգիտեմ։ Ապե կակ մորոսնի կանաչը թե կարմիրը։ Կարմիրը Հեսա տրակելու է 3 վարկանը մնում 2-1։ Վարկանի արժեքը հարցրեք վատ դրության մեջ հայտնված ականազերծողից։ Ամերաբանք 100 տարի ձեզ հետ։ Մեր հաջորդ համարը հայը Եվրոպայի խանութներից մեկում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այս սառնարանը մի հատ կհաշվեք։ 4000 եվրո։ Բայց թե 4000 եվրո դեռ դրած էր 1000 եվրո։ Ապեր, որովհետև սառնարանը 1000 եվրո է, բայց սառնարանի մեջ ձեր կողմից դրված հեռուստացույցը, DVD, կոշիկները, սաժիկացի 4000 եվրո։ Դեպք շախմատային պարտիայի ընթացքում։ Դե սուս մնա, թո հանդիստ խաղան։ Այդի հանդիս խաղացեք, բայց նա շնա խոտար է։ Բոլորս էլ լսել ենք, որ 2012 թվականին հնարավոր է լինի ջրհեղեղ եւ աշխարհում մնա միայն Հայաստանը։ Այսինքն Հայաստանը դառնա աշխարհ։ Պատկերացնեք, թե ինչ կլինի։ Մանումենտը կդառնա Դիսնեյլենդ։ Խոպան գնացողները կմեկնեն ոչ թե արտասահման, այլ Չարբախ։ Մասիվում կլինի Լեռնային 9-րդ մասիվի անկախ հանրապետությունը։ Աշխարհի մեծությամբ 2-րդ ազգը կլինեն եզդիները։ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի պոլիտեխնիկի դահլիճներում։ Յուրաքանչյուր մարդ կկարողանա 10,000 դրամով ջուրջերկրյա ճանապարհորդություն կատարել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը կդառնա պարապ գործերի նախարարություն։ Եվ վերջում, եթե աշխարհում մնա միայն Հայաստանը, ապա 2012 թվականի Կավենի ուսանողական լիգայի չեմպիոնը կդառնա Կավենի աշխարհի չեմպիոն։ Շնորհակալություն։ Համալսարանից դուրս եմ անում րոպե չունեմ զանգեմ պապային։ Գնամ լավ իշքան կհերիքի։ Ալո, պարապեշամ դուշում եմ, համշա դուրս եմ ուրդեմ, վարտոտա տանուտը։ Ալո, րոպեները սպրծավ համալսարանից է դուրս մնացի։ Րոպեի արժեքը հարցրեք համալսարանից դուրս մնացող ուսանողից ամերաբանք 100 տարի ձեզ հետ։ Մեր հաջորդ համարը թեև ինքնաթիռով։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վերկացեք ես իմ տեղնա։ Ապեր բաղականի մոտ նստել եմ, էլի ուրիշ տեղ նստի։ Ապեր նայ ես իմ տեղնա, վերկաց տեղից արեք։ Ապեր լավ էլի լիքը տեղ կա նստի էլի մի տեղ։ Ապեր գլուխդ կջարդեմ, ասում եմ վերկաց Լավ տեղից։ նստի։ Հարգելի ուղևորներ, ինքնաթիռը պատրաստվում է թռիչքի։ Վայ, Գուրիկ ջան, որտեղից ես? Ուկրաինայից Ինչքան ես ասում? 100,000 դրամ։ Տատականդություն չի։ Սիրուն ջան, դու որտեղից ես? Երևանից Դու ինչքան ես ասում? 50,000 դրամ։ Աղջկեր, դու կուրդուց եք, ռայոնից եք։ Դուք ինչքան եք ասում? Սիրո դրամ։ Ես հասարակ մահկանացուց ինչպես կարող եմ գտնել
գտնել այս հարցի պատասխանը։ Հիմա կանգնած չեմ կարողանում գտնել ճիշտ Ապեր, բարի նստի մասերդ կտրեմ։ Ինչ ես կապիտություն անում։ Ովքերը կարգը, չէ՞։ Սրոյով, հա, սրոյով։ Եվ մեր վերջին համարը դեպ Տուկեն Դաբանյանի կյանքից։ Sayatnov en azuri, Sayatnov en azuri. Ապեր, հերիքա երկես, իշքան է երկես զրի շարումա չեմ տալու, ասա քոնը հավյա Վերջերս հայ գիտնականները ուտելով շատ ջոր ու կոշտ ուտեստներ պնդում են։ Շնորհակալություն ձեզ հետ Սելքոս Կավերի թիմին։